Վաշինգտոնը ցանկանում է կարգավորել ռուս-ուկրաինական հակամարտությունը եւ փրկել կյանքեր, հայտարարել է ԱՄՆ նախագահը, ապա հավելել, որ Եվրոպան էլ պետք է զգույշ լինի։ Նրանք վատուղությամբ են շարժվում, մենք չենք ուզում, որ Եվրոպան այդքան փոխվի։ Զուգահեռ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը նախազգուշացրել է, որ Թրամփը կարող է հրաժարվել ջանք թափել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համար, եթե հասկանա, որ Մոսկվան եւ Կիևը ի վիճակի չեն խաղաղության համաձայնագիր կնքել։ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության նոր տարբերակում մենք նշում ենք մի շարք դրույթներ, որոնք վկայում են ԱՄՆ արտաքին քաղաքականության դոկտրինալ սկզբունքների լուրջ վերանայման մասին, ինչը հատկապես նկատելի է նախորդ 2022 թվականի տարբերակի համեմատ։ Զախարովայի հայտարարությունն է։ Նրա խոսքով կարևոր է, որ Ռուսաստանը փաստաթղթում հիշատակվում է համաեվրոպական անվտանգության համատեքստում, իսկ ՌԴ-ին զսպելու կամ տնտեսական ճնշումը ուժեղացնելու կոչերը բացակայում են։ Չնայած ռազմավարության մեջ ԱՄՆ շահերի անսասան պաշտպանությանը, փաստաթուղթը թույլ է տալիս մեզ ընդհանուր լեզու փնտրել։ Լուկաշենկոն հայտարարել է, ողջունում է ԱՄՆ-ի գործողությունները ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ եւ կարծում, որ Թրամփը ցանկանում է դադարեցնել ռազմական գործողությունները։ Անկախ նրանից, թե որքան են նրանք փորձում նվազեցնել Թրամփի դերը, ապրի նա այս առումով, ասել է Լուկաշենկոն։ Իրանի արտաքին գործերի նախարարը շուտով կայցելի Ռուսաստան եւ Բելարուս, սակայն Մոսկվա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպում նախատեսված չէ, Կրեմլի խոսնակն է հայտնել։